Սիրելի ՇՊՀ հիմնական դպրոցի մանկավարժներ, սիրելի աշակերտներ, սիրելի աշխարհացույց հարթակի նվիրված ու ստեղծագործ թիմ ջերմությամբ եմ դիմում ձեզ։ Տեսնելով այն խորքավոր ու սրտացավ աշխատանքը, որը նվիրել եք իմ կյանքի արվեստի ու այն արժեքների ուսումնասիրությանը, որոնցով ես ապրել եւ ստեղծագործել եմ։ Ձեր կատարած գործը պարզապես հիշողություն չէ, այն կամուրջ է, անցյալի եւ ներկայի միջև, այն խոսում է մի սերնդի մասին, որը գիտի, ինչպես հարգանքով ու սիրով մոտենալ արվեստին եւ այն դարձնել հոգու կրթության միջոց։ Ես իմ ամբողջ կյանքում հավատացել եմ, որ արվեստը չի ծնվում միայն վրձնի հարվածներից կամ գույների խաղից։ Այն ծնվում է հողի շնչից, մարդու հիշողությունից, մեր ժողովրդի ցավից ու հավատից։ Երբ նկարում էի, ես փորձում էի փոխանցել այն լույսը, որը գալիս էր իմ ուշեցի ծնողների աչքերից, իմ ժողովրդի երգից ու հավատքից։ Եվ այսօր, երբ տեսնում եմ, որ դուք փորձում եք ոչ միայն ուսումնասիրել, այլև հասկանալ այդ լույսի խորքը, զգում եմ, որ իմ երազանքն անընդհատ շարունակվում է։ ՇՊՀ հիմնական դպրոցի աշակերտներ, դուք ապագայի հայ արվեստասերներն ու ստեղծողներն եք։ Ձեր հետաքրքրությունն ու խոհուն հայացքը ապացույցն են, որ գեղեցիկը դեռ ապրում է մեր երիտասարդ սրտերում։ Ձեր ուսուցիչները իրենց նվիրումով այն սերմն են ցանում, որից աճում է ոչ միայն գիտելիք, այլև հոգու մշակույթ։ Աշխարհացույց հարթակի ջանասեր թիմ, դուք այն կապող օղակն եք, որ միավորում է արվեստը եւ կրթությունը, գիտակցումը եւ զգացմունք։ Ձեր նախաձեռնությամբ հիշողությունը կենթանանում է վերահառնում ժամանակի փոշուց եւ նորից շնչում, ապրեցնելով անցյալը ներկայի ներսում։ Շնորհակալ եմ ձեզ բոլորիդ, ձեր ուշադրության, հարգանքի ու այն սիրո համար, որով վերապրել եք իմ աշխարհը։ Թող ձեր յուրաքանչյուր նախաձեռնություն դառնա նոր լույս, նոր գույն, նոր շնչառություն հայ մշակույթի դաշտում։ Վստահ եղեք, քանի դեռ կա սեր դեպի գեղեցիկը, դեպի հոգևորն ու դեպի հայրենիքը, արվեստը չի մարի։ Սիրով եւ խորին երախտագիտությամբ Մինաս Ավետիսյան։